Հայաստանի դպրոցներում այսպես կոչված սեռական կրթության շուրջ աղմուկը այդպես էլ չի խաղաղվում։ Ծնողները երբեմն ընդվզում են, արգելված թեմա է, չեն ուզում, որ իրենց երեխան լսի, իմանա այդ մասին։ Երկու դաս երեխեն լսել այդ առողջ ապրելակերպի, ինչ-որ սնունդից էին խոսացել բան, հետո արդեն դասետում տղերքին տուներ ուղարկել աղջիկների հետ, ոչ իրաց տարիքին հարմար, ասենք թեմաներից էր խոսացել, խիստ կանանցի ու խիստ մեծական թեմաներից։ Մեր խմբագրությունը հազանգած 5-րդ դասարանում սովորող երեխայի ծնողը պատմում է, թե ինչպիսի բուռն քննարկումների մեջ են եղել նախ ինքն ու դպրոցում առարկան դասավանդող ուսուցիչը, իսկ հետո արդեն ընդվզող մայրիկների թիվն ավելացել է։ Այս դեպքում Սուրանկյունը հատուկ չի նույնականացնում Երևանում գտնվող դպրոցը խուսափելու երեխաների հետագա հնարավոր թիրախավորումից։ Ծնողներով ասել ենք դասատուին, որ մի ասա տենց բաներ չենք ուզում, որ մեր երեխեքը այս տարիքում տենց թեմաների մեջ խորանան։ Այն մարդն ասում է, ես ինչ կարամ անեմ, ծրագրով է տենց նախատեսված, պետք է անցնեմ, որ երեխեքները կրթվեն ու իմանան։ Մեր ժամանակ, որ մեզ տենց բաներ չեն սովորացել, ոնց որ մենք չենք մեծացել, էլի։ Այն, որ դպրոցահասակ երեխաները սեռական կրթություն դաստիարակություն պետք է ստանան, առանց բացառությունների նշում են այս թեմայով Սուրանկյան հետ զրուցող բոլոր մասնագետները։ Այլապես դա կբերի շատ վատ հետևանքների յուրաքանչյուր երեխայի հետագա կյանքում, երբ որ նա դպրոցը ավարտի կամ բարձր դասարաններում լինի եւ այլն։ Բայց նախ սկզբից ինչ ասել է սեռական դաստիարակություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրինական սահմանում է որպես գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքների ու արժեքների փոխանցման գործընթաց, որը հնարավորություն է տալիս մարդկանց պաշտպանել իրենց առողջությունը, արժանապատվությունը եւ հարաբերությունները։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևը հետեւյալն է. սա հաստատված գիտական տվյալների վրա հիմնված կրթական գործընթաց է, որն ընդգրկում է սեռականության բոլոր ասպեկտները՝ ֆիզիկական, զգացմունքային, մտավոր եւ սոցիալական։ Այստեղից սկսվում են հարցերը։ Բայց ինչ չափաբաժնով, որ տարիքում ինչից խոսել եւ ինչպես խոսել։ Մինչև 4 տարեկան երեխաները պետք է ճանաչեն տղամարդու եւ կնոջ մարմինների տարբերությունները, իմանան հղիության, հաճույքի եւ վաղ մանկության մաստուրբացիայի մասին։ 4-ից 6 տարեկանները ճանաչեն գենդերային ինքնությունը, արդեն մարմինը շոշափելու հաճույքը ու սեռական օրգանները։ 6-ից 9 տարեկանում իմանան ուրիշի մարմնին դիպչելու ու սեռական հիվանդության, 9-ից 12-ում առաջին սեռական փորձի, հակաբեղմնավորման եւ չնախատեսված հղիության, 12-ից 15 տարեկանում հղիության ախտանշանների, աբորտի, սեռական կողմնորոշման, համասեռականության մասին։ Արդեն 15-ից բարձր տարիքում սեռական ցանկություն ունենալու պատճառներին ծանոթանան եւ իմանան, թե ինչ է նշանակում հայր կամ մայր լինելը։ Սեռական կրթության ստանդարտների վերաբերյալ աշխարհի գլխավոր առողջապահական կառույցի տեսակետն է։ Որ տարիքում ինչ ասելը պիտի հասկանանք տարիքային նորմերը։ Ամեն տարիք երեխան ունի իր եւ հոգեբանական առանձնահատկությունները եւ բազային բառապաշարը, այսինքն կան բառեր անգամ, որոնք որ մենք օգտագործում ենք, ենթադրենք 5 տարեկանում երեխան լրիվ այլ կերպ է ընկալում, 7 տարեկանում լրիվ այլ կերպ է ընկալում, հա։ Հիմա դեռահասության շեմը շատ փոխված է։ 5-րդ դասարանը տարիքային այն ժամանակահատվածն է, երբ պետք է խոսել շատ ավելի տվյալ տարիքին անհրաժեշտ թեմաներից։ Օրինակ, խոսել հիգիենայից, սեռական հասունացումից, որովհետև դա այն շրջանն է, որ օրգանիզմը արդեն սկսում է հասունանալ, դեռահասին պետք է պատրաստել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայ հասարակությունը ավելի շատ պահպանողական հասարակություն է եւ չի գնահատվում բաց խոսակցությունները հատկապես սեռահասունության տարիքի, սեռական դաստիարակության մնացած թեմաների վերաբերյալ, խորհուրդ է տրվում, որպեսզի ուսուցիչները այդ մասին զգուշորեն հաղորդեն տեղեկատվությունը երեխաներին։ Ընտանիքներում չի խոսվել այդ մասին։ Մենք խոսում ենք դպրոցներում սեռակրթության մասին, բայց ընտանիքներում կա տաբու։ Այսինքն, երբ որ երեխային դպրոցում հարց են տալիս կամ ուսուցիչը շատ գրագետ եւ ադեկվատ որևէ բան է ներկայացնում, երեխան ունենում է մեղքի զգացում ու մտածում է, որ ես միգուցե ինչ-որ բան եմ արել, մեղավոր եմ, որ հիմա ուսուցիչը ինձ հետ այդ մասին խոսում է։ Սովետական միության, հետո նաև նորանկախ Հայաստանի սերունդներին հարցնես կպնդեն, թե դպրոցում իրենց դասագրքերի մաքսիմումը մարդու անատոմիան էր, ընդ որում հիմնականում թերթել շրջանցել են այդ էջերը։ Կենացները մեր երկրում քաղցրացան 21-րդ դարի 20-րդ տարում։ 2020 թվականին ստորագրելուց 10 տարի անց ազգային ժողովը վավերացրեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության առավել հայտնի Լանզարոտի կոնվենցիան։ 50 հոդվածից բաղկացած այս փաստաթղթի օրինակ 6-րդ կետում գրված է,
թե տարրական եւ միջնակարգ կրթություն ստացող երեխաները պետք է տեղեկանան, թե ինչ է սեռական շահագործումը եւ բռնությունը, ինչպես պաշտպանվել դրանցից։ Առաջինից 4-րդ դասարանները համարվում է տարրական կրթություն։ Այդ հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխաներ ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանելը սովորեցնենք։ Հիմա գործ ունենք կոնկրետ դեպքի հետ։ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը ըստ ծնողների ոչ համարժեք զգուշությամբ թեմա է քննարկել իրենց երեխաների հետ։ Այս հարցում ինչ դիրքորոշում ունի պատասխանատու գերատեսչությունը։ Դիմեցինք կրթության ու գիտության նախարարություն, սակայն կառույցից մեզ փոխանցեցին, թե չեն մեկնաբանի։ Շատ դպրոցներում ցավոք դա ներկայացվում է ոչ թե հոգեբանը, ոչ թե վերապատրաստված մասնագետը, ով տեղյակ չի դպրոցական տարիքի երեխայի առանձնահատկություններից, դեռահասության տարիքում է, վաղ դեռահասություն է ավելի հասուն, որովհետև ամեն տարիքում այլ կերպով է ընկալվում եւ լրիվ ուրիշ կերպ են մատուցում։ Տարիների վեր պարապում էր այն ժամանակ մեն ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Դա ճիշտ չի։ Հիմա ընտրյալ մասնագետներ գնում վերապատրաստվում են, հետո տեղում պարապում են։ Բայց սա էլ հարցի լուծումը չի, հասկացեք։ Սա շատ զգայուն թեմա է եւ կարող է պարապել միայն այն մասնագետը, ով ունի համապատասխան վերապատրաստում։ Դա կարող է անել օրինակ դպրոցի հոգեբանը, քիչ թե շատ, կենսաբանության ուսուցիչը գոնե, ով մոտ է թեմային։ Շատերը ուղղակի մեխանիկորեն վերցնում են այն, ինչ որ նրանց տրամադրվում է, եւ մեխանիկորեն փոխանցում են երեխաներին, որը ուղղակի թույլատրելի չէ։ 5-րդ դասարանում սովորող աշակերտները պատմել դժգոհել են խիստ մեծական թեման եղել է սեռական հաճույքը, մասնավորապես դրա տեսակներից մեկը։ Պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչը, որ տարիներ շարունակ նաև հենց դպրոցներում է սեռական կրթության ու դաստիարակության դասընթաց վարում, զարմանում պնդում է աշակերտական սեղանին նման թեմա չի էլ կարող հասնել։ Սեռական հաճույք թեմա որպես այդպեսի նախ նման թեմա գոյություն չունի։ Եթե նայենք ծրագրով, կա սեռական հարաբերության մասին թեմա, որը շատ ավելի ուշ եւ ավելի բարձր տարիքին է տարիքի համար է նախատեսված, երբ արդեն բոլոր թեմաները հերթով տարիքային առանձնահատկությունները արդեն քննարկված են եւ արդեն կարելի է վերջում ավակ դասարանում ընդգծում եմ ավակ նոր հասնել այդ թեմային եւ խոսել ինչ է սեռական հարաբերությունը։ Մասնագետների խոսքում նաեւ կարմիր թելի նման է անցնում առողջ ապրելակերպ կոչված առարկան եւ մասնավորապես սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաները առանձնահատուկ են նաեւ այն իմաստով, որ յուրաքանչյուր աշակերտի դեպքում անհատական մոտեցում ու աշխատանք են պահանջում, բայց անհանգստացած են նաեւ, որ դասարանները սեռերով շարունակ բաժանում են եւ այն էլ ինչպես տղաներ ջան, դուք ազատ եք, գնացեք տուն, աղջիկներ ջան, իսկ ձեզ հետ խոսելու թեմա կա։ Անհատական աշխատանքը դա կայացած է Հայաստանի դպրոցում։ Ոչ, Հայաստանի դպրոցներում ցավոք սրտի կայացած չէ։ Բաժանում ուր է տանում եւ ինչի է հանգեցնում։ Այս բաժանումը շատ ցավոտ տեղ է տանում։ Այսինքն, եթե մենք տարբերակում ենք աղջիկներին եւ տղաներին, մենք նպաստում ենք նրան, որ արդեն կան տաբուներ։ Տանը չխոսեն, որովհետեւ ամոթ է դպրոցում երեխան չլսի, որովհետեւ լսածը լսելու չէ։ Մնալ երեխայի ու ժամանակի հույսին, դե պահը կգա կհարցնի, ոչ, մասնագետները շղթում են, սա էլ ճիշտ չէ։ Ուրեմն որն է տարվա այն 5-րդ եղանակը։ Փորձագետներն ասում են, ամեն բան առավել քան պարզ է, ուղղակի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությամբ դուրս չեն գալիս։ Ահա մեր ավանդույթ դարձած խնդրի լուծման բանալին այսքանն ու ընդամենը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։